Ողջույն, այսօր կխոսենք Թումոյի վերաբերյալ, How2B տաղավարում իմ հյուրն է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանրության հետ կապերի պատասխանատու Զառա Բուդաղյանը, բարև ձեզ։ Բարի երեկո։ Շնորհավորում եմ ձեզ եւ շնորհավորում եմ նաեւ սյունիքցիներին, Կապանում բացվեց Թումո Կապանը, մի փոքր մանրամասներ պատմեք։ Սա շատ հաճելի է, որ սկսում ենք այս թեմայից։ Մեր համար մեծ նպատակ էր, որին հասանք ոչ առանց գործընկերների բնականաբար օգնության եւ հովանավորչության։ Սյունիքում աշխատում էինք արդեն 21 թվականից, սկսեցինք մի փոքր տուփիկից, փորձում էինք on-line դասընթացներ անել, որը այնքան էլ չենք սիրում։ Հետո արդեն գտանք այս ԵՄ-ի ծրագիրը, որը որ Կապանի համայնքապետարանը շահեց գրանտը եւ որոշեց մեր հետ համագործակցել, գտանք մեր դոնորներից Վիկտոր Զարուգյանի եւ Ջութիթ Սարյանը, որ մեզ տարբեր նաեւ կողմում են մեզ օգնել կենտրոնը կառուցելու եւ գտանք երկաթուղային կայարանի շենքը, գտանք ասելով գտավ մեր տնօրենը Մայլու Փափազյանը, ով մեծ սեր ունի հին պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի հանդեպ, ինչի մասին վկայում են թե Գյումրիի մեր շենքը, թե Արամի 44-ը, որ վերջերս Թումո ստուդիաները մեր տեղափոխվեցին այնտեղ, եւ շենքը սենց երազանք էր, սեփականաշնորհված էր, շատ դժվարությամբ կարողացան գնել, դե պարզ է, որ 30 տարի չաշխատող մի ճարտարապետական կառույցը իհարկե չի կարող լավ վիճակում լինել, դրա համար շատ սենց մեծ ծավալուն ծրագիր էր եւ մարտի 2-ը օրը երբ որ առաջին անգամ պաշտոնապես դռները բացեցինք, բայց ամենակարևոր պահը, ամենաոգևորիչ ու սենց երբ հասկանում ես, այ ստացվեց, երբ որ հաջորդ օրը մտնում ես եւ տեսնում ես, որ այդ շատ հետաքրքիր ճարտարապետական նախագիծը արդեն աշխատում է որպես պատանիների համար մի հատ նոր կրթական տուն, որովհետեւ ցանկացած Թումո տարածք պատկանում է պատանիներին, իրենք դա հասկանում են հիանալի ձևով, միանգամից յուրացնում են, միանգամից իրենց զգում են որպես տնօրեններն ու սեփականատերերը այդ տարածքի եւ դա էլ մեր գլխավոր նպատակն է այդ տարածքը եւ այդ տարածքի հետ եկող բոլոր կրթական հնարավորությունները տալ իրենց։ Հենց որ հիմա գնում ենք արդեն ոնց որ երկրորդ տեղ մարտահրավերը հաղթահարելուն, որտեղ պետք է տեղ ունենանք հավելյալ մասնաշենքեր, որովհետև այս շենքում կգործի մեր ինքնուսուցման հարթակը եւ հանրությանը հասանելի որոշ տարածքներ, իսկ արդեն դասընթացները կլինեն այդ նոր մասնաշենքերում, որոնք էլի շատ հետաքրքիր ճարտարապետական լուծում են։ Դրանք էլ հույս ունենք, որ այս տարի կավարտենք եւ այդ ժամանակ արդեն այն տուփիկները, որոնք հիմա ծառայում են որպես դասընթացների սենյակներ, Կապանում կգնան տարբեր այլ մարզեր եւ սահմանամերձ շրջաններ, իսկ արդեն շենքը ամբողջությամբ իր բոլոր մասնաշենքերով, նոր, հին, վերականգնած կծառայի Սյունիքի պատանիներին եւ հենց Սյունիքի, որովհետեւ հենց այս կենտրոն են հաճախում Մեղրիի, Քաջարանի եւ կողքի փոքր բնակավայրերի ուսանողները եւ շուտով արդեն Գորիսի պատանիները, ովքեր նույնպես տուփ կունենան եւ դրանք բոլորը, այսպես ասած, sense ձգտում են դեպի Կապան, որպես հիմնական դասընթացների եւ բոլոր այդ ամբողջությամբ ապահովված կրթական հարթակների համար։ Քանի երեխա է հաճախում Թումո Կապան արդեն Այս պահին 1000, մոտ 1000, բայց արդեն այս շենքը հնարավորություն կտա երկու անգամ եւ նույնիսկ ավելի շատ ուսանողներ ունենալու 2000-ը կանցնենք եւ կարծում Գորիսի հետ միասին 2500-ի կհասնենք։ Հիմա արդեն սպասման ցուցակ ունենք Կապանում, որովհետեւ տուփերում հնարավոր չէր լինում համ դասընթացները, համ ինքնուսուցումը կազմակերպել եւ այս հարթակը շատ սպասված էր եւ հիմա արդեն կանցնենք կարծում եմ 2000-ը եւ Գորիսն էլ երբ միանա մինչեւ 2500 պետք է հասնենք։ Ամենայն դեպս մեր տարողունակությունը, այսպես ասած, այդքան է եւ հույս ունենք, որ պետք է անպայման տեղավորենք ըստ այն հաշվարկի, թե քանի պատանի կա թումոյական տարիքի շրջանում եւ այլն եւ արդեն հաջորդ կատարվելիք երազանքը, չեմ ուզում ասել պլան կամ նպատակ երազանքներ են սրանք, բայց մենք ճգնում ենք, որպեսզի դրանք իրականություն դառնան, դա կլինի արդեն Սիսիանի կենտրոնը, որտեղ հիմա ցավոք սրտի դեռ ֆինանսավորում չունենք, բայց երբ կլինի Սիսիանի կենտրոնը եւ հարակից տուփերը կհամոհճացնենք, որ Սյունիքի մարզը ամբողջությամբ թումոֆիկացված է։
Կոնցեպտը կբացատրեք, այսինքն տուփերը եւ կենտրոնը իրանք ինչպես են փոխհամագործակցում, միավորվում են մի տեղում, ինչպես է աշխատում։ Սա մի sense հետաքրքիր կարելի ասել sense կրթական ցանց է, սատելիտային որոշակի sense բան ունի, բնավորություն։ Ուրեմն Թումոյի կրթական ծրագիրը ունի ինքնուսուցման փուլերը, որոնք որ շարունակական են, չեն ավարտվում, թեև նաև հանդիսանում են նախապատրաստական փուլ, երբ նոր են սկսում ուսանողները գրանցվել, իրանք ինքնուսուցման միջոցով են ծանոթանում այն ոլորտներին, որոնք մենք դասավանդելու ենք, որովհետև ակնկալիք, որ կգա 12 տարեկան պատանի, որը գալիս է ցանկացած սոցիալական խավից, հա, ցանկացած պայմաններից, ոչ անպայմանորեն ունեցել է համակարգիչ գիդի օգտվել ծրագրերից կամ նույնիսկ սմարթֆոն եւ ունենալ ակնկալիք, որ ինքը կիմանա շարժական գրաֆիկան ինչա կամ խաղեր հատեսած կլինի, բայց այնուամենայնիվ որ խաղերը ստեղծվում են ծրագրավորման միջոցով, անիմացիան, թվային երաժշտությունը, այդ ամեն ինչը բնականաբար դժվար է, կան պատանիներ, որոնք ունեն գիտելիքներ, երբ որ գալիս են, բայց մենք չենք պահանջում որևէ գիտելիք։ Դրա համար այն պատանիները, որոնք հայտնվում են Թումոյում, անպայման անցնում են կողմնորոշիչ փուլ, որը ինքնուսուցման միջոցով է արվում։ Ինքնուսուցումը մեր հատուկ software-ի, մեր հատուկ ծրագրային ապահովման Թումո շավիղի միջոցով է իրականացվում, այդտեղ կան այսպես կոչված ինքնուսուցման վարժանքներ, որոնք համ ծանոթացնում են պատանիներին, այսինքն ամենամինիմալ մակարդակներից սկսում են իրենց ծանոթացնել այս ոլորտներին եւ ի վերջո գնալով բարթանում են։ Սրանք համ նախապատրաստական են, համ այսպես ասած բանալիներ են հաջորդ փուլերը բացելու համար։ Իսկ հաջորդ փուլը բնականաբար շատ հետաքրքիր եւ կրկին գործնական, դա լինելու են արդեն դասընթացները։ Դասընթացները իրականացվում են մեր թիմակիցների, մեր Թումոյի դասընթացների բաժնի աշխատակիցների հետ, որոնք որ մասնագետներ են այն ոլորտում, որոնք որ մենք դասավանդում ենք, թե երիտասարդ մասնագետներ են, որոնք նույնպես մեզ մոտ են պատրաստվել, թե հմուտ մասնագետներ են, այսպես ասած senior, հա, մասնագետներ, ովքեր նաև ստեղծում են հենց այդ կրթական բովանդակությունը, որը որ մատուցում ենք պատանիների։ Եվ այս դասընթացները ունեն մակարդակներ, կա 2 մակարդակի դասընթաց եւ կա երրորդ, այսպես ասած, մակարդակը աշխատարանը, որը էլ ավելի հետաքրքիր է։ Պարզա որ ամեն մակարդակը գնալով բարթանում են մակարդակներում, հմտությունները ավելանում են, հա, եւ այն նախագծերը, որոնք որ ստեղծվում են դասընթացի վերջում, գնալով ավելի հետաքրքիր են, ավելի մասնագիտական են։ Ինքնուսուցումը էլի ընթացքում անընդհատ կա։ Այս փուլերը անընդհատ իրար փոխարինելով, այսպես ասած, գալիս են։ Եվ հետո արդեն աշխատարանի փուլում էլ ավելի հետաքրքիր գործնական նախագիծ է լինում, ավելի մասնագիտական, ավելի, եթե խոսքը գնում է ծրագրերի մասին, ավելի բարդ ծրագրեր են մտնում, եւ միշտ այս ընթացքները բոլորը գործնական են, սկսած ամենաառաջի ինքնուսուցման վարժանքից, երբ նկարում ես քո ամենաառաջի անիմացիան, հանրահայտ ֆլիպբուկը, որ բոլորս տետրի ծայրին նկարել ենք մարդուկ, որ շարժվում է այդ թերթես արագ, եւ վերջացրած լիարժեք անիմացիայով, հա, կարճ անիմացիայով կամ նույնիսկ երկար լիամետրաժ։ Եվ այս ընթացքները կազմակերպելու համար մեզ պետք է որ պատանիները կենտրոնում լինեն առնվազն շաբաթը 1 անգամ 2 ժամով, երբ ինքնուսուցման փուլում են, եւ 2 անգամ 2 ժամով, երբ դասընթացի փուլում են։ Որպեսզի այս փուլերը կազմակերպվեն, անհնարին է փոքր համայնքներից անընդհատ պատանիներին տեղափոխել դեպի մարզկենտրոն, որպեսզի գնան Թումո, որպեսզի կարողանան այդ ընթացքները անցնել, հա, բոլորը։ Դրա համար ժամանակին, երբ շատ մտածում էինք ինչպես անել, ինչպես նաև պատկերացրեք, որ ամեն գյուղում կամ փոքրիկ քաղաքում մի մեծ Թումո կառուցելը բնականաբար արդեն հաշվարկը ցույց տվեց, որ անհնարին է։ Եվ մտածում էինք, թե ինչ շարժական բան, ինչ թեթև բան կարող ենք անել, եւ հնարեցինք այս մինի Թումոն 3 կոնտեյներից վերամշակված կոնտեյներներից, սովորական կոնտեյներներից, որոնք օգտագործած են նաև, այսինքն երկրորդ կյանքն են իրանց ապրում հետաքրքիր sense արկածներով կրթական, պատրաստում ենք, այսպես ասած, դասասենյակ 16 ուսանողի համար եւ իրանց մարզիչի համար, որ իրենց հետ աշխատում է, եւ ամենափոքր, ամենահեռավոր համայնքում հնարավոր է այս տուփիկը տեղադրել։ Բնականաբար
ավելի ինքը հասանելի է ֆինանսական տեսանկյունից եւ կարելի է տեղափոխել։ Եթե այսօր համայնքում ոնց որ օրինակ Կապանում հիմա գործում են 6 իրար կողք դրված տուփ, կլաստերային, այսպես ասած, ժամանակավոր կենտրոն, եւ դրանք կարելի է հետո տեղափոխել այլ կենտրոններ։ Եվ երբ մենք այս փոքր համայնքում, որը ընտրում ենք ելնելով նրանից, թե այս մարզում որ համայնքն է ավելի հասանելի կողքի գյուղերի փոքրիկ քաղաքների համար, այդտեղ ուսանողները սկսում են իրենց կրթական ճանապարհը, անցնում են իրենց կողմնորոշիչ ինքնուսուցումը, որի մասին խոսեցինք, եւ հետո միշտ իրենց ինքնուսուցումը անցնում են իրենց փոքր համայնքում։ Իսկ դասընթացի համար տեղափոխվում են մարզ կենտրոն, մեծ թումո, օրինակ Կապանը, որը ծառայում է Մեղրի եւ Քաջարյանի տուփերի ուսանողների համար որպես իրենց հանգույց կենտրոն, հա, մեծ կենտրոն, մեր ապահոված տրանսպորտով, որովհետեւ բնականաբար թե ճանապարհը պետք է նաեւ շատ երկար չլինի, այդպես էլ է ընտրվում կենտրոնի տեղը եւ տուփիկների տեղը, գալիս են դասընթացի։ Այստեղ արդեն տեղի ունենում շատ հետաքրքիր սիմբիոզ տարբեր փոքր համայնքներից, տարբեր քաղաքներից, նաև պատանիներ, օրինակ դրա ամենավառ օրինակը Դիլիջանն է, որ գալիս են պատանիներ համ Գեղարքունիքից, համ Տավուշի բոլոր կարելի է ասել մասերից, հա, այստեղ իրանք արդեն հանդիպում են եւ մի դասընթացի մեջ տարբեր մարզերի, տարբեր քաղաքների եւ գյուղերի պատանիներ միասին աշխատում են այն հմտության շուրջ, որը ընտրել են իրանք եւ որ դասընթացում հայտնվել են, նշանակում է, որ իրանք ինքնուսուցման փուլերը հաղթարել են, բանալին ստացել են, բացել են, այսպես ասած, հա, տենց անլոք են արել խաղային բանով այդ դասընթացի մակարդակը։ Ի վերջո, երբ որ մենք ունենում ենք ամբողջ Հայաստանով 16 այսպիսի հանգույց կենտրոն, որից 7-ը հիմա արդեն գործում են, եւ 100-ից ավելի տուփիկներ, որը չի նշանակում 100 շրջան, որովհետեւ որոշ շրջաններում էս 3-2 տուփ է պետք, որտեղ պատանիները շատ են, մի սենյակով, այսպես ասած, չեն կարող բավարարվել, մենք ունենում ենք ամբողջական Թումոյի կրթական ծրագիրը հասանելի Հայաստանի բոլոր պատանիներին եւ սա մեր գլխավոր նպատակն է, մեր գլխավոր երազանքն է, որին կամաց կհասնենք, որտեղ արդեն ունենք 40-ից ավելի տուփեր եւ 7 կենտրոն հիմա արդեն որ գործում են Հայաստանում։ Քանի մարզում։ Ուրեմն Տավուշում 2-ը, Կողբը եւ Դիլիջանը, Երևանը, Կապանը, Եղեգնաձորը, Գյումրին, այս 7-ն են, 7 ասեցի, չէ՞։ Վանաձոր Վանաձորը դեռ չի գործում, բայց հաջորդ մեր նպատակը Վանաձորն է, Մանսիսում արդեն հիմա շինարարությունը գնում է, Էջմիածնում սպասում ենք, որպեսզի շինարարությունը սկսվի, ամբողջացվի նախագիծը, եւ նպատակ ունենք անպայման Մարտունիում կենտրոնը կառուցելու, որովհետեւ Գեղարքունիքը մեծ մարզ է եւ Մարտունին ահագին մեծ տուփերի բան էլ ունենալու, շղթա է ունենալու, Գյումրին էլ է շատ պրոդուկտիվ աշխատում, որովհետև այստեղ էլ ունենք համ լորից, համ հենց Շիրակի տուփերը ահագին մեծ է Գյումրիի ցանցը, եւ հուսանք, որ սենց արագ այս հարցերը կլուծենք, որովհետև մենք ունենք նպատակ եւ մեր առաքելությունն է այս կյանք վերափոխող կրթական փորձառությունները տալ մեծ մասշտաբներով, Հայաստանի դեպքում ամբողջ երկրի մասշտաբով անպայման։ Բայց Թումոն նաև Հայաստանից դուրս է գնացել, արդեն լայն տարածվում է նաև աշխարհով մեկ, նաև դրա մասին եկեք խոսենք, ինչպես է դա տեղի ունենում, հա, այսինքն ինչու են դրսում ուզում անել այն, ինչը արվում է Հայաստանում։ Մենք բաժնում տենց բառ ունենք, մի հատ Թումովերս, Թումո եզերք, որը սկզբից տենց մի քիչ հումորային էր, երբ որ դեռ նոր էր սկսվում մեր միջազգային էքսպանսիան սենց մեծ, բայց հիմա լրիվ իրականություն է դառնում, որովհետև Թումոյի միջազգային ընդլայնումը մեկ-մեկ նույնիսկ առաջ են գնում հայաստանյան ընդլայնումից։ Առաջի կենտրոնը, երբ որ պետքա բացեինք եւ դա Փարիզն էր, մենք նույնիսկ չունեինք ֆրանշիզայի գաղափար կամ հատուկ բաժին, որը կաշխատեր դրա վրա, ուղղակի ցենց աստղերը այդպես դասավորվեցին եւ մենք երբեք չենք ասում որևէ հնարավորությանը Թումոն առաջ տանելու եւ շատ հաճախ լինում է, որ հենց այդ պահին որոշակի անակնկալ է մեզ համար լինում, որ ինչ որ նոր նախագիծ պետքա կառուցենք, բայց փորձը ցույց է տվել, որ չարժի հրաժարվել ու հենց դրա համար նրանից հետո երբ Փարիզին ասացինք անսպասելի, աննախադեպ եւ անպատրաստ այոն, հիմա ունենք 10-ից ավելի միջազգային կենտրոն,
եւ ունենք տասնյակ կենտրոններ, որոնք արդեն պայմանագրերը ստորագրված են եւ ընթացքում ենք եւ դրանց աշխարհագրությունը ԱՄՆ-ից մինչեւ Հնդկաստան հնարավորինս բոլոր չգիտեմ դուք քաղաք կարող եք ասել ես ասեմ այնտեղ ցումա ենք ունենալու եւ ունենք նաեւ ընթացք բաների պայմանավորվածություններ ձեռք բերելու էլի տասնյակ քաղաքներում Ի սկզբանե տպավորություն էր, որ ինչ-որ հայերի մեծ մասնակցություն այսպես ունեցող քաղաքներում է, բայց հետո հասկացանք, որ չէ, դա դրա հետ կապ չունի, որտեղ ասենք Տիրանայում չէ կա նաև Այո, Տիրանայում կա կենտրոն եւ իդեպ Տիրանան առաջի գործընկերներ, որ հետաքրքրվեց Թումո ունենալով Ուղղակի Փարիզը հետո առաջ ընկավ, որտեղ ունեցանք Փարիզի քաղաքապետի այց եւ Փարիզի քաղաքապետը ասաց հենց հիմա մի հատ sense տումով տվեք ինձ եւ շատ արագ իրականում Փարիզը ավելի արագ իրականություն դարձավ, քան Տիրանան, թեև Տիրանայի գործընկերները առաջինն էին, ով որ այդ գաղափարը մեզ տվեց, ասացին փորձեք մի հատ մեր համար մշակել, մենք ուզելու ենք։ Ինչն է իրենց գրավում, հա, ինչն է ձգում, ինչ եք դուք արտահանում, որ արժեք է իրենց համար։ Ուրեմն Թումոյի գրավչությունը միջազգային շուկայի համար կարա թվա պահի տակ անակնկալ ինչի կան միլիոնավոր ծրագրեր, կան միլիոնավոր ծրագրավորման դպրոցներ, թվային արվեստի դպրոցներ, դիզայնի դպրոցներ եւ այլն, եւ այստեղ ուղղակի աշխատում է Թումոյի այն յուրահատկությունը, որը նաեւ հաջողությունը Թումոյի ապահովում է Հայաստանում նաեւ Դա որոշակի յուրահատուկ հեղինակային կրթական ծրագիրն է եւ մոտեցումը, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ պետքա 10 պատանիներին այնպիսի կրթություն, որ եթե իրանք ստիպված չեն սովորել, բայց ուզում են Եվ եթե իրանք կարողանային, մենք ասում ենք walk away pedagogy, մեր մանկավարժական մեթոդին, այսինքն եթե իրանք կարողանային թողնել գնալ, իրանք կարող են թողնել գնալ, բայց մնում են։ Եվ այդտեղ կան մի քանի սկզբունքներ, որոնց վրա կառուցված է այս մանկավարժությունը, որոնք հենց այդ գրավչությունը ապահովում են պատանիների համար, իսկ ինչպես գիտենք, պատանիներին շատ դժվար է հետաքրքրվել, որովհետև տարբեր ֆակտորներ կան, այդ նաև հավեսչունեմ վիճակը շատ այդ տարիքի համար շատ հատկանշական է, թեև նաև հենց այդ տարիքում ունակությունը սովորելու եւ ունակությունը մեծ կտորներ ինֆորմացիա ընկալելու շատ բարձր է։ Եվ դրանք են այն սկզբունքները, որ մենք ունենք կիպեր անհատական ծրագիր։ Այսինքն մեր ծրագիրը Թուվոն Շավիղը ստեղծում է մաքսիմալ անհատական կրթական պլան ամեն ուսանողի համար։ Եվ այս այն ծրագիրն է, որում AI էլեմենտներ են եղել դեռ տարիներ առաջ օգտագործվել են, եւ ծրագիրը այնքան ճկունություն ունի, որ հարմարվում է ամեն պատանի կրթական ռիթմին։ Քանի որ մեզ մոտ գրաֆիկները եւ պատանների ներգրավվածությունը շատ սպეციფიկ ձևով են, մենք չունենք դասարաններ, դա էլ է սկզբունքներից մեկը, մենք չունենք տարիքային բաժանում խմբերի, դա էլ է սկզբունքներից մեկը, մենք չունենք պարտադրանք, պատանիները ազատ են ընտրել ինչ ուզում են եւ ազատ են ցանկացած ժամանակի իրանց ընտրությունը կրթական փոփոխել։ Ինչպես նաեւ այստեղ շատ կարեւոր է մոտեցումը, թե ինչ մասնագետներ են աշխատում պատանիների հետ, այսինքն դա մարզիչներն են, ովքեր ինքնուսուցումն են կոորդինացնում, որը կարող է մարզիչը մի 2 տարի քեզանից մեծ լինի ընդամենը, շատ հեշտ լեզու գտնես հետը, ինքն էլ լինի հետաքրքրված նրանով, ինչ որ դու ես հետաքրքրված եւ ինքը քեզ չի սովորեցնում, բայց ուղղորդում է եւ եթե հանգարց sense մի հատ հետաքրքիր խոսակցություն բռնկվի եւ այլն, այդտեղ կարող է մոտիվացիան ինքն իրան գա։ Դու գնում ես դասընթացի, եթե դու անիմացիայի սիրահար ես, ընտրել ես անիմացիան, դու գնում ես դասընթացի մարդու հետ, ով որ անիմատոր է, ինքը նկարում է անիմացիա, ինքը քեզ կարա ցույց տա ինչ որ ինքը անում, ինքը քեզ կարա պատմի իր փորձով, կիսվի եւ այլն, եւ այդտեղից դու հասկանում ես անհնարին բան չկա, ինչ ա եղել, ինչ որ մարդիկ Պինոկիոն են նկարել, օքեյ, Պինոկիոյի թիմում կա մեր շրջանավարտ Հակոբ Մուրադյանը, օրինակի համար, մարդ, ով որ անիմացիայի մասին իմացել է եւ սովորել է Թումոյում մի 10 տարի առաջ։ Հետո դու եթե գնացիր, այս ճանապարհները հաղթահարեցիր, հայտնվում ես աշխատալանում օրինակի համար Դիսնեյի անիմատորի հետ, ով որ աշխատել է քեզ շատ հայտնի ինչ-որ մի ֆիլմի վրա,
Եվ որ քեզ ոչ միայն կպատմի, թե ինչպես աշխատել, օրինակ այս կամ այն ծրագրով անիմացիա ստեղծել, այլև քեզ կպատմի ինչպես կարելի է հայտնվել նույն Disney-ում եւ ոնց են գործում այնտեղ կանոնները աշխատանքային, ինչպես են այնտեղ աշխատանքի ընդունում մարդկանց եւ այլն, հա, այդ բոլոր փորձառությունները աննախադեպ են իրականում պատանու կյանքում ու այդտեղ է Թումոյի նաեւ գաղտնիքը, որ այդ բոլոր փորձառությունները մի տեղ են կուտակված եւ տարբեր ոլորտներից են եւ ամենակարևորը գործնական անվերջ գործնական աշխատանքը ամեն պատանի ստեղծում է իր պորտֆոլիոն այդ պորտֆոլիոն կարա մի քանի տարի հետո թումոյական փորձառությունից լինի մասնագիտական շատ մրցունակ պորտֆոլիո որը որ արդեն երբ որ երիտասարդները դիմում են տարբեր նախագծերի ինչ որ միտեղ ընդունվում են աշխատանքի կամ ինչ որ ստարտափ են ստեղծում պրոյեկտ են ներկայացնում կարա լինի շատ մրցունակ պորտֆոլիո որտեղ մի պատանի ով որ օրինակ, չգիտեմ, վեբ կայքերի ստեղծման ոլորտով է հետաքրքրված, կարա ցույց տա վեբ կայքերի մի ամբողջ պորտֆոլիո պլյուս ամենայն հավանականությամբ ինքը վեբ ծրագրավորման հետ համատեղել է գրաֆիկ դիզայնը, ինչը նշանակում է որ ինքը լինելու է ավելի լավ վեբ ծրագրավորող, քան ցանկացած ուրիշ վեբ, որը որ չգիտի դիզայն, որովհետև վեբի ու դիզայնի կոնֆլիկտը միշտ նրա մասին է, որ ես սենց նկարել եմ դու արա, այս չի աշխատում, տենց մի նկարի, հա, այս դեպքում մենք ստանում ենք մուլտի զարգացած բազմաֆունկցիոնալ մասնագետների եւ պլյուս Հայաստանի դեպքում հիանալի թիմային խաղացողների, որը շատ մեծ խնդիր է մեր մենտալիտետի համար։ Իսկ AI-ը հիմա ամեն ինչ փոխում է, Թումոյի կյանքը ինչ-որ մի ձև փոխել է։ Անպայման։ Հենց հիմա բոլորս զբաղված ենք AI-ով։ Իրականում իհարկե մենք արհեստական բանականությունը արդեն իսկ մեր սոֆտում Թումո շավիղում օգտագործում ենք եւ շավիղի այդ ճկունությունը եւ ինդիվիդուալ կրթական պլաններ ստեղծելը հենց AI-ով է պայմանավորված, բայց մենք գիտակցում ենք, որ մենք չենք ուզում ուղղակի AI-ը լինի մեր համար միայն միջոց ոնց որ Թումոյի ղեկավարության, Թումոյի ծրագրավորողների համար միջոց լավ product ստեղծելու։ Մենք ուզում ենք ստեղծենք սուպեր յուզերների սերունդ։ Մենք դա անում ենք մնացած բոլոր հմտությունների հետ, փորձում ենք ստանալ ամենալավ մասնագետներին եւ նույնիսկ ոչ միայն այն ոլորտներում, որոնք դասավանդում են իրենց, այլև ցանկացած ոլորտում, որտեղ ցանկացած բժիշկ, որը ավելի լավ է հասկանում տեխնոլոգիաներից, ավելի լավն է իր ճանապարհը լինելու, ինքը ավելի մրցունակ է, քան այն բժիշկը, որը որ մենակ դասական բժշկական մեթոդներին է տիրապետում եւ չի հասկանում ինչպես են հիմա աշխատում շատ նոր այդ թվում արհեստական բանականությամբ աշխատող հետազոտական տեխնիկաները եւ շատ այլ բաներ։ Այս դեպքում էլ մենք ուզում ենք հնարավորինս շուտ մեր պատանիներից դարձնել այդ AI-ի սուպեր յուզերների, որովհետեւ մեր պատկերացմամբ սենսական AI-ից ոնց որ այսպես ասած ինտելեկտուալ մարդիկ, հա, միզանգված մարդկանց, ովքեր հասկանում են AI-ը, հասկանում են դրա ազդեցությունը ինչա լինելու, ներուժը ինչա եւ ոնց է կարելի օգտագործել։ Կան մարդիկ, ովքեր հենց AI-ը օգտագործում են եւ ստեղծում են AI tool-եր, որոնք որ մնացածը օգտագործում են։ Եվ կա սենց մի զանգված, այսպես ասած, մեջտեղում մարդկանց, որոնք որ պետք է լինեն նրանք, ովքեր AI-ը օգտագործում են իրենց ստեղծարարությունը եւ իրենց աշխատանքը ավելի արագացնելու, լավացնելու, շտկելու, այսինքն կիրառում են AI-ը ճիշտ ձևով։ Մենք ուզում ենք, որ մեր պատանիները դրանք լինեն, որովհետեւ մեր ներուժը շատ բարձր ենք գնահատում մեր պատանիների ներուժը նորարարական ոլորտներում, տեխնոլոգիական ոլորտներում եւ տալ իրանց այս գործիքը ուղղակի որպես անգլերեն լեզուն ստուգելու սխալները ջնջելու կամ տնային անելու համար կարծում ենք սխալ կլինի եւ արդյունավետ չի լինի։ Ուզում ենք որ իրանք լինեն հենց այդ սուպեր օգտատերերը, որպեսզի իրանք կարողանան այդ վախի որոշակի մի քիչ sense բան կա, չէ, sense միստիկ, sense AI-ը կուտի ձեր լանչը եւ կվեսնի ձեր ձեռքի ձեր ստարտափը եւ ձեր գործը եւ այլն sense վախենալու sense մի քիչ սատանայական, հա, որոշակի այդ ներկայացումը ուզում ենք փոխենք այդ մոտեցումը դեպի ոչ թե AI-ը կուտի ձեր ստարտափերը, իսկ այն թինեյջերները, որոնք ճիշտ կարողանում են AI-ով ստեղծագործել, իրանք են ուտելու ձեր ստարտափերը, ձեր լանչերը եւ ձեր գործը, ոչ թե AI-ն է ձեր ձեռքից վերցնելու, իսկ այն պատանիները, այն երիտասարդները, որոնք գիտեն AI-ը ճիշտ կիրառել, հա։ Եվ սա մեր համար շատ կարևոր մի բան է եւ մենք հիմա երկու ուղղությամբ շատ մեծ ներդրում ենք անում այս ոլորտում։ Մեկը դա
հանրային ոլորտում սա այս թեմայի մասին խոսելն է, քննարկելն է թե մասնագետների հետ, թե պատանիների եւ երիտասարդների հետ, հենց այդ պոտենցիալ կամ արդեն իսկ սուպեր յուզերների հետ եւ իհարկե ըստ մեր ավանդույթի չեն կարողացել մեզ պահենք մեր երկրի շրջանակներում եւ ասենց միջազգային գնացել ենք ամբողջ sense օրբիտաներից դուրս ենք եկել եւ անելու ենք մի կոնֆերանս AI պատանիների համար, AI Teens կոնֆերանսը, որը տեղի կունենա մի ամբողջ օր, մարտի 15-ին կսկսի Լոս Անջելեսում, կվերջանա Տակասակիում, Ճապոնիայում, ընթացքում ամբողջությամբ կհեռարձակվի on-line եւ ասենց կունենա ամբողջական չընդհատվող ընթացք, երբ որ կունենա բացում եւ բացումից հետո կլինեն թե ելույթներ, թե պատանիների, թե մասնագետների, իսկ այդ մասնագետների թվում կառավարնակ Քան ակադեմիի հիմնադիրը եւ թե իրանք կլինեն թե լրիվ երիտասարդ պատանիներ տարբեր երկրներից, ներառված են 16 քաղաքներ, այդ թվում են քաղաքները, որտեղ ունենք թումոներ եւ որտեղ պլանավորում ենք ունենալ թումոներ, դրանով կարելի է նաեւ գուշակել, որ շուտով Հնդկաստանում եւ Ճապոնիայում թումոներ կլինեն։ Եվ այսպես ասած իրար փոխանցելով կլինեն նաեւ մուլտիփանելներ, որտեղ որ 4 տարբեր քաղաքում միաժամանակ կլինեն 4 սպիկերներ եւ մի մոդերատոր, եւ սենց հետաքրքիր բազմամշակութային, բազմալեզու մի բան է լինելու, ամեն քաղաքը իր լեզվով է խոսելու, բնականաբար թարգմանություն ունենալու ենք առցանց եթերում եւ փորձում ենք բացահայտել ներուժը, փորձում ենք հասկանալ ինչ են դրա մասին մտածում երիտասարդները, որքան են նրանք արդեն օգտագործում, ամենատարբեր թեմաներն են լինելու, սկսած էմոցիոնալ կողմից AI-ի, թե եթե AI-ը կարա քեզ ցանկացած ժամի պատասխանի, ցանկացած հարցը քեզ լսի, ցանկացած արդյոք AI-ն է քո ամենալավ ընկերը եւ ինչ է այժմ AI-ի դարում ընկերությունը եւ վերջացրած նրանով թե AI-ն է ստեղծում եւ ձևավորում ապագան, թե մենք AI-ի միջոցով, հա, շատ մեծ եւ հետաքրքիր քննարկումներ են լինելու եւ այստեղ մասնակցելու են անպայման համ պատանիներ, համ արդեն մասնագետներ, սա կլինի մեր հանրային կողմը, AI-ի ոլորտում մեր փնտրտուքների եւ աշխատանքների եւ միաժամանակ շատ ակտիվորեն աշխատում ենք AI-ը որպես հմտություն, այսինքն խաղերի ստեղծման, ֆիլմերի ստեղծման, անիմացիայի հետ միասին նաեւ ունենալ AI-ը, ինչպես նաեւ բոլոր այս ոլորտներում AI tool-երը կիրառել, արդեն մեր եղած կրթական բովանդակության մեջ եւ ստեղծել կրթական բովանդակություն հենց AI-ի շուրջ, որը շատ շուտով ամիսների ընթացքում արդեն կներկայացվի եւ կսկսեն մեր պատանիները ուսումնասիրել նաեւ այս հմտությունը, այս ոլորտը եւ այստեղ արդեն ահագին առաջընթաց ունենք, որտեղ մի բավականին հեղինակային tools competition կա, որտեղ այս մեր AI կոմպոնենտը արդեն ստացել է մրցանակ, ինչպես նաեւ WISE մրցանակի եզրափակիչ ենք մտել եւ այս մեր AI learning coach-ը, այսպես ասած, AI մարզիչի ստեղծումը արդեն իսկ որոշակի կրթական պլատֆորմաներում եւ մրցույթներում արժանացել է հավանության եւ սա էլ անելու ենք որպես մնացած ամեն ինչ, մենք չենք ուզում AI-ից վախենանք, չենք ուզում որ մարդիկ վախենան, իսկ ուզում ենք որ վերցնենք, օգտագործենք յոգուտ մեզ, յոգուտ մեր ապագային եւ էլ ավելի ուժեղացնենք մեր պատանիներին, որպեսզի այդ ժամանակակից 21-րդ դարի հմտությունները, ինչպես ասում ենք մեր Թումոյում դասավանդվող բոլոր հմտություններին, նաև համալրենք ամենա 21-րդ դարի հմտությամբ, որ այս պահին թնդում է եւ անպայման ավելի շատ զարգացում ունենալու է։ Այսինքն կոնֆերանսը լայվ է եւ ցանկացած մեկը կարող է on-line հետևել, ճիշտ է։ Այո, միանշանակ։ Ինչպես նաև ունենք ֆիզիկական կոմպոնենտ հենց Հայաստանում, Հայաստանի panel-ը եւ բաները, ներկայացումները, ելույթները, ուրեմն Tumo.ai կայք, Tumo.ai/teens կայք նաև, այդտեղ կա ամբողջական այս ծրագրի մասին ամեն ինչ, կան արդեն ներկայացված տարբեր խոսնակներ եւ այդտեղ կա նաև գրանցում
եւ գրանցվողները կստանան live stream-ի լինկը օրեր առաջ եւ նաեւ կստանան ծանուցում, որ արդեն live stream-ը սկսվեց եւ հնարավոր է նաեւ գալ Թումոյում դիտել որոշակի կտորներ եւ կարելի է իհարկե տանը դա անել, որովհետեւ 24 ժամ է լինելու տարբեր կետերում, տարբեր երկրներ միանալու են եւ կարող ես ընտրել, որ երկրի հետ ես դու արդուն մնում եւ որ կտորն ես ուզում դիտել, նաեւ ելնելով նրանից, թե որ panel-ներն են ավելի հետաքրքիր կամ որ խոսնակներն են իհարկե ավելի հետաքրքիր եւ այստեղ կան համ շատ նշանավոր անուններ, համ կան երիտասարդներ, որ նաեւ շատ հետաքրքիր է դիտել, ինչպես են օրինակ, չգիտեմ, պորտուգալական մեր Coimbra-ի ուսանողները խոսում հավասար նույն քան ակադեմիայի ստեղծողի հետ եւ միգուցե հաղթում ինչ-որ բանավեճերում եւ շատ հետաքրքիր պատանեկան ոգի ունի ամբողջությամբ հետաքրքիր մեզ էլ հետաքրքիր է ինչ բացահայտումներ պետք է անենք, սենց բավականին հավակնոտ մի հատ սկիզբ ենք տվել եւ վստահ ենք, որ շատ հետաքրքիր բաներ ենք իմանալու։ Ինչպես նաեւ իհարկե հետո հետագայում հասանելի կլինի նաեւ տեսագրությունը կոնֆերանսի, բայց խորհուրդ եմ տալիս բոլորին tumo.ai/teens կայքը մտնել, ուսումնասիրել եւ գրանցվել, որպեսզի live stream-ը հանկարծ բաց չթողնեն։ Շատ լավ, շնորհակալություն եւ հաջող ընթացք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։